Հայաստանը հայկական պահելու եւ գյուղացու թիկունքին կանգնելու ժամանակն է։ Նոյեմբերյանում հայտարարել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով երկրի տնտեսական զարթոնքի բանալին ոչ թե գեղեցիկ ճառերն են, այլ իրական աշխատատեղերի ստեղծումն ու գյուղատնտեսական բարիքի արդարացի մթերումը։ Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանին անհրաժեշտ է առաջնորդ, որը ոչ թե բյուջեից պարգևավճար է ստանում, այլ սեփական միջոցներով ու փորձով շենացնում է հայրենիքը։ Մենք չենք կարող ունենալ հարուստ ժողովուրդ մի մարդու միջոցով, ով ինքը չի կարողացել այդ բարիքը մինչև վարչապետ դառնալը ստեղծի։ Ցավոք, պետքա փոխենք մեր երկիրը։ Բարիք, հարուստ երկիր, բարեկեցիկ ապրող գյուղացի, գործարաններ, աշխատատեղեր, բերքի լավ գնով մթերում Կարապովի մարդ, ով ամբողջ կյանքում դրանով է զբաղվել։ Հայկական ամենամեծ ընկերություն ստեղծած մարդը, ով խոսալով չի դրան ասել, գործելով է դրան ասել։ Այդ մարդը, Ժորժ ջան, Հայաստանի պատմության այս ժամանակաշրջանում Սամվել Կարապետյանն է։ Եթե ուրիշ մարդ լիներ, 8 տարվա ընթացքում այս մարդու դեմը կառներ։ Չկա այդ մարդը։ Անդրադառնալով ազգային արժեքներին, Կարապետյանը նկատել է, որ տնտեսական հզորացմանը զուգահեռ պետք է ամուր պահել հոգևոր սյուները։ Ըստ նրա, միայն ուժեղ տնտեսությունն ու անկախ եկեղեցին թույլ չեն տա մոռացության տալ պատմական հիշողությունն ու ցեղասպանության թեման։ Բերդում կայացած հանդիպման ժամանակ էլ Կարապետյանը հայտարարել է, որ յոլա գնալու դարաշրջանը անցյալում է, Հայաստանին պետք է պրոֆեսիոնալ կառավարում։ Կարապետյանը հորդորել է իրական փոփոխությունների համար ընտրել երրորդ համարի քվեաթերթիկը, որ Հայաստանում լինի 300,000 նոր աշխատատեղ, 20% էժան դեղորայք ու արժանապատիվ խաղաղություն։ Յոլա գնալու ժամանակը ավարտվել է։ Եթե ուզում ենք լավ ապրենք, պետք է գտնենք մարդ, ով գիտի լավ ապրելու ձևը, ով արդեն այդ ճանապարհը անցել է։ Ու Հայաստանի հաշիվին մի կոպեկ չի աշխատել, ժողովուրդ։